Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Արմոզնյան հիմա Ռուսաստանի փոխվարչապետը ասում է իր հարցազրույցում ասում էր, որ ստերության միտքային էր, որ ասում է խոսվում է Հայաստանից ամենաբարձր մակարդակով Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մասին, նորմալ հարաբերությունների մասին, բայց ասում է լինում են դեպքեր, երբ հայկական կողմի հետ պայմանավորվում ենք մի բան, բայց գործնականում այլ պատկեր ենք տեսնում, որպես օրինակ նշում է երկաթուղու հարցը, ասում է մեզ բարձր մակարդակով առաջարկում են կառուցել այդ երկու կտորները, մենք դրական քննարկում ենք եւ դրական արձագանք ենք տալիս եւ դրան հաջորդում է վարչապետի հայտարարությունը հարցազրույցի տեսքով ընդ որում, որտեղ ինքը արդեն այլ առաջարկ է անում առհասարակ կառավարման իրավունքը այլ երկրի հանձնելու, սա որպես օրինակ է նշում եւ հաջորդը ասում է եկել է այն մոտենում է Հայաստան այն կետին, երբ մենք պետք է հնարավոր է վերանայենք Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները, համագործակցությունը։ Հիմա դուք ասում եք ամբողջական այս հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հարցերը փուչիկ են Հայաստանից։ Ես դες բան չեմ ասում։ Չէ, լարվածություն եւ այլ խնդիրների մասին։ Շատ լավ, ուրեմն այս երկու հայտարարությունները դուք ասեք ինչի մասին են խոսում։ Եվ անդամով եք այս գնահատականների հետ համաձայն։ Ընդհանրապես համաձայն չեմ եւ դրա մասին շատ է խոսվել, այդ վարչապետն է խոսել, կրկնելու կարիք չեմ տեսնում։ Պետք է ասեմ, բայց այս խոսակցությունները, այս թեմաները նոր չեն, այսինքն նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին, դրա նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին։ Ինչպես տեսել եք, ոչ մի կատաստրոֆիկ բան տեղի չի ունեցել։ Ռուսաստանը մեր բարեկամն է, մենք շարունակում ենք մեր բարակարգման հարաբերությունները։ Մի խանգարեք հեռախոսով գնացեք դերով խոսեք։ Գիտեմ, որ շատ դաստիարակված եք, բայց գնացեք հեռու խոսեք։ Եվ մենք շարունակելու ենք շատ բարեկամական մթնոլորտում քննարկել, բնականաբար ոչ բոլոր հարցերի շուրջ եք համաձայն լինելու։ Հիմա օրինակ Ռուսաստանից այլ բաներ են հնչում։ Օրինակ ասում են, որ ասենք, չգիտեմ, Ազատություն ռադիոկայանը վատ գործունեություն է ծավալում Հայաստանում։ Հավանաբար կհիշեք, չէ՞, իրենց արտգործնախարարության խոսնակներ, եթե չեմ սխալվում։ Մի քանի ամիս առաջ Ազատություն ռադիոկայանին շատ վատ ձևով էր բնութագրում։ Հիմա ինչ անենք, փակենք Ազատություն ռադիոկայանը։ Չէ, հիմա ասում են տարբեր բաների շուրջ համաձայն ենք, տարբեր բաների շուրջ համաձայն չենք, բայց դուք կարող եք հանգիստ լինել, չենք փակելու Ազատություն։ Համաձայն եք այն գնահատականի հետ, որ Հայաստանը գործնականում պայմանավորվում է այլ բան, բայց գործնականում անում է այլ եւ այս երկու օրինակը, պարոն Ես կարծում եմ, որ ի հեճուկս բոլոր պնդումների, որ Ազատություն ռադիոկայանը Հայաստանում վատ գործունեություն է ծավալում, հակառուսական գործունեություն է ծավալում, մենք այդ որակումներին համաձայն չենք եւ կարծում ենք, որ Ազատություն ռադիոկայանը կարող է ազատ շարունակել իր գործունեությունը պայմանով, որ կհրապարակի իր ֆինանսական աղբյուրները, ինչ անում է, օրինակ ոչ մի բան չեմ կարող ասել Ազատություն ռադիոկայանի, որտեղ բոլորը գիտեն, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում է։ Եվ Մոսկվայի միջև եղած հետ կապված ինչ։ Դե ես ասացի, երկաթուղու վերաբերյալ մեր դիրքորոշումները հայտնի են, վարչապետ Փաշինյանը ասել է նաև, որ մենք չենք պատրաստվում Ռուսաստանի մեջքի ետևում ինչ-որ բան անել, չենք ուզում որևէ հարց սրել, բայց մենք ունենք կոնկրետ խնդիր եւ այդ խնդիրը քննարկում ենք, քննարկման փուլում է, այսքան որևէ չգիտեմ, աշխարհացունց բան տեղի չի ունեցել եւ չի ունենա հանգիստ եղել։ Չէ, եթե Հայաստանի շահերից չի բխում ռուսական կառավարումը, այդ ես ձեր բոլոր հարցերին արդեն պատասխանեցի, մանավանդ որ ձեր հարցերի մի մասը դուք ի ուրախություն բոլորիս նաեւ հնարավորություն եք ունեցել տալ։ Անձամբ վարչապետ Փաշինյանին նախորդ շաբաթ էլ եք տալիս, երբ որ կառավարության նիստից հետո հարց ու պատասխանել, բոլոր հարցերին ձեր սպառիչ պատասխանները Նա ասում է դուք իրենք ամեն ինչ անում են հանուն Հայաստանի, ամեն ինչ զոհաբերում են։ Իսկ դուք օրինակ Իսկ ինքը հանուն Հայաստանի չի պատասխանում, զոհաբերի իր ռուսական եւ կիպրական անձնագրերը։ Գիտեմ, բայց ասում եմ դուք եք Հայաստանի զոհաբեր։ Դե գուցե սկզբի համար զոհաբերի իր կիպրոսյան եւ ռուսաստանյան անձնագրերը։ Օրինակ նույն ձև էս ինչ որ թրենդ է, հա, ոնց որ փրկիչների մոտ ամեն մեկը մի 6 երկրի քաղաքացիություն շալակած գալիս են երկիրը բան փրկելու, ասում ես լավ, իսկ գուցե այն Բագրատ Սրբազանն էլ ճակերտների մեջ չէ, Կանադայի քաղաքացիներ, երբ որ ասում են գուցե դուք զոհաբերեք ձեր Կանադայի քաղաքացիությունը, չէ, այդպես չէ զոհաբերում։ Այսինքն իրանք ուզում են գան դառնալ վարչապետ, բայց մի հատ պրիմիտիվ օտարերկրյա քաղաքացիությունը չեն ուզում զոհաբերեն, որ այս ժողովուրդը հասկանա, որ լավ, այս մարդիկ կատարածու չեն, մանգլավիկ չեն։ Կատարածում են, պարոն Չգիտեմ, ում կատարածում են, հաստատ ոչ Հայաստանի ժողովուրդը։
Ինչ։ Ելույթի փաստը։ Ում ելույթ։ Ես վստահ չեմ, որ դա Ես վստահ չեմ, որ դա Ես պետք է գնահատեմ այն փաստը, որ նախ ես չգիտեմ իրոք դա արհեստական բանականություններ թե ինքն էր խոսում, բայց եթե ինքն էր խոսում, գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել նրան, ես գնահատում եմ, որ կենթանի է մնացել այդքանից հետո, հույս ունեմ հաջորդի, որ օրինակ ինքը հնարավորություն կստեղծի, որ դուք բոլորով գնաք եւ իրեն հարցեր տաք, չէ՞ որ ինքը ժողովրդավար է, ուժեղ է, չէ՞ նա, շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ ուժեղ Սամվել Կարապետյանը ոչ մի դեպքում չի վախենա ձեր հարցերից։ Ես վստահ եմ, որ Նարեկ Կարապետյանից ուժեղ Սամվել Կարապետյանը, սա շատ կարևոր է, ուժեղ Սամվել Կարապետյանը չի վախենա պատասխանել Նարեկ Կարապետյանի մեկ հարցից։ Կիրակոսյան, հազար ներողություն անջան։ Նարեկ Կիրակոսյանի մեկ հարցից չի վախենա Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որովհետեւ նա շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ Շողիկն էլ հո Կարապետյանը Գալստյան։ Շողիկ Գալստյանը։ Ես վստահ եմ, որ Շողիկ Գալստյանի մեկ հարցից չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանից եւ կտա 1 կամ 2 հարց։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը sense կկանգնի եւ մի հատ 10 րոպեանոց քաղաքական ելույթ կունենա ուժեղ Սամվել Կարապետյանի դիմաց, բայց օրինակ այստեղ նստած է Արմատ մեդիայի լրագրողը, որը ֆինանսավորվում է ուժեղ Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից, այ վստահ եմ, որ Արմատ մեդիայի լրագրողը իհարկե մեծ հաճույքով հարցեր կտա Սամվել Կարապետյանին։ Գնացեք իր տունը հարցեր տվեք, գնացեք տուն, հարցրեք, պարոն Կարապետյան, կամ չգիտեմ ոնց եք իրան դիմում ինքն իր շրջապատն է, չէ՞ ձեզ ֆինանսով։ Գնացեք ասեք, պարոն Կարապետյան, ինչի Ռուսաստան եւ Կիպրոսի քաղաքացիություններից չեք հրաժարվում։ Չէ՞ որ դուք ամեն ինչ պատրաստ եք զոհաբերել հանուն Հայաստանի։ Խնդրում ենք, զոհաբերեք ձեր ռուսական եւ կիպրոսյան պասպորտը, պարոն Կարապետյան։ Ուժեղ առաջնորդ, ուժեղ, գնացեք ասեք։ Այո, շատ է։ 20 դուբլից ես ուզում եմ մի հարց բացատրել։ Եթե եկեք մի պահ ընդունենք, որ Սամվել Կարապետյանի ելույթը, այս վերջին հարավակին, իրական է, 50-50 անկեղծ եմ ասում, չգիտեմ, կամ իրական է, կամ անբնական է։ Բայց եթե բնական է, դա նշանակում է, որ այդ մարդը մի հատ 6 րոպեանոց ելույթը ձայնագրել է 20 դուբլից։ Այսինքն ակնհայտ է, չէ՞, բոլորը լրագրողները հասկանում եք, որ նախադասություն առ նախադասություն են ձայնագրել։ Ինքը այդ ուժեղ բանակցելը ո՞նց է անում, այսինքն գնալու է 20 դուբլից բանակցի, գնալու է ասելու է Здравствуйте, многоуважаемый, այսինչ, հետո զգալու է, որ սխալ արեց, հետո նորից է ասելու, հա դուբլերով են անելու։ Հաջորդը, դուք հասկանում եք, չէ՞ որ այդ մարդու ամենապարզ եւ պրիմիտիվ խոսելու ունակությունը կասկածի տակ է, հասկանում եք, ուժեղ առաջնորդի խոսելու ունակությունը, ընդ որում ոչ միայն հայերենով, ռուսերենով, չգիտեմ, ճապոներենով, հունարեն չգիտեմ, Կիպրոսի քաղաքացի չգիտեմ, հունարեն գիտի, չգիտի, գուցե հունարենից է մարդը ուժեղ, թող հունարեն մի հատ ելույթ ունենա, հասկանանք, որ ուժեղ է։ Բայց ինքը այդ փաստն է կասկածի տակ, ինքը ո՞նց է բանակցելու։ Ես վստահ չեմ, որ ինքը կարող է բանակցել որևէ մեկի ձեր հետ, ես վստահ չեմ, որ ինքը Նարեկ Կիրակոսյանի հետ կարող է բանակցել, մնաց ինչ-որ մեկի հետ բանակցել։ Վարչապետին հանդիպել է, ինչ լեզվով են շփվել, չեք հարցրել։ Չգիտեմ, բայց լավ հարց է, պետք է հարցնել։ Բանական օրենքների փոփոխությունից հետո աստորեն անձնանում հնարավոր չի եկել։ Ինչ եք կարծում, իրենք գրանցվել են մյուս անունով։ Գրանցվել են ռեգիստրում են մյուս անունով։ Չեմ կարծում։ Համենայնդեպս ոչ դեր ասած կոնտեքստում հաստատ։ Պարոն Ռուբինյան, կներեք,